Չինաստանը ցանկանում է առաջատար դեր ստանձնել մեծ 20-ի գագաթնաժողովում գլոբալ համագործակցություն ապահովելու հարցում։ Լաոսի նախագահ հեղափոխական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Բուն Հանգի համոզմամբ մեծ 20-ում Չինաստանի նախագահությունը վկայում է այդ երկրի միջազգային ասպարեզում դրական առաքելության մասին։ Մեծ 20-ի գագաթնաժողովը, որին հրավիրված է նաև Լաոսի ղեկավարը, սեպտեմբերի 4-ից 5-ը տեղի կունենա Չինաստանում Ժենյան նահանգի Հանգժու քաղաքում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ բացարձակ չի պատկերացնում, թե ով կարող էր կոտրել Ամերիկայի դեմոկրատական կուսակցության կայքը եւ այնտեղից տեղեկություններ գողանալ։ Ես ոչինչ դրա մասին չգիտեմ, այս օրերին այնքան ցանցահեններ կան եւ նրանք այնքան մանրակրքիթ ու թիրախավորված են գործում, շատ դժվար է, գուցե անհնարին է պարզել։ Պետության մակարդակով մենք երբեք չենք ներքաշվում նման բաների մեջ։ Պուտինի համոզմամբ կարևորը ոչ թե այն է, թե ով է գողացել էլեկտրոնային տվյալները, այլ դրանց էությունը։ Կարևորը հանրությանը հասանելի ինֆորմացիայի բովանդակությունն է, դրա շուրջ պետք է ընթանա հանրային բանավեճը։ Պետք չէ հանրության ուշադրությունը շեղել հիմնական հարցից, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել. ես դրա մասին բան չգիտեմ։ Ռուսաստանը պետական մակարդակով երբեք դա չի արել։ Мне об этом точно совершенно ничего не известно, и на государственном уровне Россия никогда этим не занималась. Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում 5-շաբթի օրը զանգվածային ակցիա է անցկացվել։ Տասնյակ հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել պահանջելով հանրաքվե նախագահ Նիկոլաս Մադուրոյի իմպիչմենտի հարցով։ Վենեսուելայի կառավարությունը մեղադրում է ընդդիմությանը պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ։ Տնտեսական աննախադեպ ծանր ճգնաժամը պայմանավորված է նավթի գնանկման հետ։ Առաջին անհրաժեշտության շատ ապրանքների պակաս է։ Ընդդիմությունը Մադուրոյին մեղադրում է տնտեսական անխոհեմ քաղաքականություն վարելու մեջ, իսկ իշխանությունը Պարենի մատակարարման դժվարությունների համար մեղադրում է Միացյալ Նահանգներին։ Իրավապահները 3 ձերբակալել են տասնյակ ցուցարարների։ Վատիկանը սեպտեմբերի 4-ին հատուկ արարողությամբ սրբերի շարքն է դասելու հանգուցյալ Քալքաթայի Մայր Թերեզային, ով համաշխարհային ճանաչում է ձեռք բերել շնորհիվ նվիրումի եւ բարեգործության ու մարդասիրության ասպարեզում տասնամյակների անխոնջ առաքելության։ Մարդիկ, ովքեր ոչինչ չունեն, ոչ մեկին պետք չեն, հասարակության համար դարձել են բեռ, մոռացել են, թե ինչ է սերը, մարդկային հպումը, մեզ համար նրանք Աստծո զավակներ են։